Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի ու միջոցառումների օրակարգային հարցերին ու նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը։ Միրզոյանը եւ Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստանին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, հիշեցնելով, թե ինչ եղավ Ուկրաինայի եւ Վրաստանի հետ։ Նա գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Հիմա պարզ է Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին։ Անկեղծ բարկացած են փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, խայտարակ եղավ Մոսկվայում, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Ռուսաստանի հետ էր մեր տնտեսական ամենախոր կապերը։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, մասնավորապես նշելով. ուժեղ տղա, ինքնուրույն չես կարող երկու բառ ասել, տեքստը, որ հրապարակել ես, մտիր ծայրից ծայր, կարդա։ Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոսել, մտի ուղիղ եթեր երկու բառ ասա ժողովրդին, կամ լավ ինքնուրույն չես կարա երկու բառ ասես, այն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա, եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշին կազմելու Հայազգային կոնգրեսի ջանքերը ծախողվել են ՀԱԿ-ը, ընտրություններին մասնակցելու է առանձին Հայազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանի հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել են առավելագույն ճկունություն դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով։ Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ, ասված է հայտարարության մեջ։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից էլ դեռ չեն բացատրել, թե ինչու են մերժել ՀԱԿ-ի հետ դաշինքը։ Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել ուժեղ Հայաստանի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ եւ նախընտրական եւ հետընտրական փուլում, խորհրդարանում կոալիցիա կազմելու եւ երկիրը վերահասպառնալիքներից փրկելու գործում։ Թե ինչպես են պատկերացնում հունիսի 7-ի ընտրություններում հաղթահարել անցողիկ 4%-ը չեն մանրամասնում։ ՀԱԿ-ը նախորդ ընտրություններում ստացել էր մոտ 20,000 ձայն դուրս մնալով խորհրդարանից։ Կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարն ուժեղ Հայաստանն է։ Այս մասին էլ հայտարարել էր երրորդ նախագահը։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին համարելով ընդդիմության առաջատար ուժ Սերժ Սարգսյանը այս փուլում խուսափում է ասել, արդյոք հենց նրան էլ հանրապետականը կաջակցի հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։ Փակագծերը Սարգսյանը խոստանում է բացել քարոզարշավի ընթացքում, որը կմեկնարկի 1 ամսից մայիսի 8-ից։ Պաշտոնաթող նախագահը միաժամանակ հստակեցնում է ինքը երբևէ կողմնակից չի եղել, որ ընդդիմադիր ուժերը մեկ միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, քանի որ այդ պարագայում հաղթելու շանսերը նվազում են, քան եթե ընդդիմությունը մի քանի ճակատներով մտնի ընտրապայքարի մեջ։ Սերժ Սարգսյանը համոզված է, եթե ոչ քարոզարշավի ընթացքում, ապա գոնե ընտրությունների արդյունքում ընդդիմությունը միասնական կլինի եւ համատեղ գործողություններով նույն կետին կխփի։ Սարգսյանի կարծիքը չի կիսում Ռոբերտ Քոչարյանը, նա խոսում է նախընտրական խոշոր դաշինքներով ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ Ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով, ասում է Քոչարյանը, չնայած Սարգսյանի եւ
Քոչարյանի թիմերի միջև առերևույթ տարաձայնություններին հանրապետական կուսակցության համագումարից հետո Սարգսյանը վստահեցրել է շատ կուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը հաջողության հասնի։ Ավելին անկեղծացավ, որ իրենց իսկ հարցումները ցույց են տվել, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը ավելի բարձր վարկանիշ ունի, քան հանրապետականը։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում 3 բլոկ է ձևավորվել՝ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր ու գործիչներ։ Միլիարդատեր գործարար Կարապետյանի առաջնորդած ուժը, որ առայժմ հանրությանը անհայտ 2 ուժի հետ է դաշին կազմել, հայտարարում է, թե բանակցությունները քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել եւ դաշինքը դեռ կարող է ընդլայնվել։ Ընտրություններին չի մասնակցի, բայց Սամվել Կարապետյանին կաջակցի նախկին արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանի հիմնադրած ժառանգությունը։ Քաղաքական ուժը շաբաթ օրը համագումարում ընդունած բանաձևում նշել է, աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը։ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ լայն կոնսոլիդացիա կազմելու հարցի շուրջ քննարկումներ են ունեցել Սամվել Կարապետյանի, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի եւ Ապրելու երկիր կուսակցության հետ, սակայն ըստ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարի չեն հանգել։ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին հայտարարել է նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած Ազատություն կուսակցությունը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունը կորցրած հանրապետականը որոշել է չմասնակցել ընտրություններին, բայց միաժամանակ խոստացել է ակտիվ ներգրաված լինել ընտրական գործընթացներում։ Հանրապետականը 4 կոնցեպտուալ առաջարկ է արել ընդդիմությանը, ինչպես գիտեք, մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է 2 խոշոր միջոցառում, նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը, եւ մենք որպես փորձառու ու պատասխանատու կուսակցություն առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ, համատեղ ձեռնարկումներ մշակելու եւ իրականացնելու գործը։ Երկրորդ, շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը։ Գնա, որ գնան կարգախոսի ներքո տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Երրորդ, գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։ Մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերի նմանօրինակ հայտարարություններից բացի այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն, ստորագրելով համապատասխան հուշագիր ու փաստացի համադրելով քաղաքական ու անձնական դիրքորոշումները։ Չորրորդ, հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը, քանի որ հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը ծրագրային բազմաթիվ դրույթներով մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրքրի, ասում է հանրապետականը։ Եվ այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Մկրտչյան, ինչպես եք գնահատում այսպես նախընտրական այս խմորումները, զարգացումները, նաև ընդդիմադիր բևեռում տեղի ունեցող այսպես գործողությունները եւ այս ֆոնին միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայտարարություն այս անգամ արդեն ոչ թե արհեստական բանականության, այլ ուրեմն տպագիր տեսքով նա Հայաստանին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, հիշեցնելով թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում եւ Ուկրաինայում։ Իհարկե գիտեք նաեւ վարչապետ Փաշինյանն է անդրադարձել նրա այս հայտարարությանը, ինչպես եք գնահատում, համեցեք։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Սամվել Կարապետյանը թող վարչապետի հորդորին պատասխանի եւ մտնի ուղիղ եթեր եւ առնվազն իր կողմից հրապարակված այդ տեքստը փորձի վարժ ձևով
Գոնե թե մեկ անգամ կարդալ։ Սա ի դեպ պնդում պետքա լինի, հասարակական պահանջ պետքա ձևավորվի, որ այս մարդը ի վերջո սկսի խոսել, որպեսզի հասկանանք առհասարակ տիրապետումը հայերեն լեզվին նորմալ կարող է արտահայտվել, առհասարակ կարող է հայկական շահը առաջ տանել եւ այդպես շարունակ։ Սամվել Կարապետյանը ուզի պետքա խոսի։ Ի վերջո պետքա խոսի ու պետքա խոսի իր լեզվով առանց արհեստական բանականության միջամտության։ Ոչ մի արտառոսման Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում տեղի չի ունենում։ Քաղաքացիական պայմանագիրը միայնակ վարչապետի գլխավորությամբ պայքար է տանում մի ամբողջ մեքենայի դեմ, որի կուրատորը Կիրիենկոն է, որի կնքահայրն էլ Վլադիմիր Պուտինն է։ Ու այդ համակարգի դեմ, այդ մեքենայի դեմ այնպես չի, որ պայքարը հեշտ է տանել ու այնպես չի, որ այդ պայքարը միայնակ քաղաքացիական պայմանագիրը կամ վարչապետը կարող է տանել։ Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անելիք ունեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունիսի 7-ին պետքա գնան ընտրական տեղամասեր ու պատասխանը տան թե Վլադիմիր Պուտինի, թե Վլադիմիր Պուտինի գրպանային թեկնածուների։ Ոչ մի արտառոսման տեղի չի ունենում, ընտրական պրոցեսը գնալով լարվում է, ել ավելի է լարվելու մթնոլորտը եւ գնդակը հիմնականում գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դաշտում ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է այդ գնդակը դեպի պաշտպանվող կողմի կամ չգիտեմ ներդրված կողմի կիսադաշտ տաշեն ու վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դա կանեն հունիսի 7-ին։ Տեսեք, փաստորեն Սամվել Կարապետյանը բարկացած է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններից, որ հնչեցրեց փաստորեն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքն է, բարկացրել, խայտառակ եղավ Մոսկվայում, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք Ռուսաստանին մեզ հեռացնել։ Կարող է մտնել ուղիղ եթեր եւ աշխարհաքաղաքական բառի ստուգաբանությունը մեզ բացատրել, բացել այդ բառի փակագծերը, ինքը ոնց է հասկանում աշխարհը։ Իմ խորին համոզմամբ Սամվել Կարապետյանը չի էլ հասկանում այդ բառի խորը իմաստը։ Սամվել Կարապետյանը թող մտնի ուղիղ եթեր եւ այդ բառը մեզ բացատրի, մենք հասկանանք առհասարակ ինքը ճիշտ է հասկացել այդ բառը, թե ուղղակի իրեն իր օգնականները հրամցրել կամ իր առաջ գրել դրել են, որպեսզի ինքը այդ բառը արտաբերի կամ արտատպի օգնականների միջոցով որևէ սոցիալական ցանցի էջում։ Ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը իրան դրսևորել է ուժեղ դիրքերից Վլադիմիր Պուտինի առաջ, Նիկոլ Փաշինյանը կետային պատասխաններ է տվել Վլադիմիր Պուտինին ու թող որևէ մեկը չփորձի Պուտինի փորձերը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի մեջ իր քիթը խոթելու գործընթացը լեգիտիմացնել։ Թող որևէ մեկը չփորձի, անկախ նրանից, որ երկրի քաղաքացիա ջեբնել կամ քարտի վրա էլ ինչքան փող ունի։ Պարոն Հարությունյան, ինչպես է գնահատում նրանց սատարող ուժերի քայլը, տեսակ փաստորեն Հայ ազգային կոնգրեսի առաջարկը համագործակցության մերժվեց նրանց կողմից, փոխարենը նրանք համագործակցելու են Ժառանգություն կուսակցության հետ, Հրանտ Բագրատյանի, ուրեմն ղեկավարած Ազատություն կուսակցության հետ, առհասարակ սա ինչպես եք գնահատում, ինչու ըստ էության մերժվեց, այսպես ասած, քաղաքական որոշ ուժերի իրենց միանալու առաջարկը։ Հայ ազգային կոնգրեսի մասով կարող եմ ասել, որ ծերուկը անտանելի է դարձել բոլորի համար։ Եվ սա արձանագրումն է։ Մնացածի մասով, գիտեք, ես ակնկալում եմ, որ Վազգեն Մանուկյանը կմիանա իրենց, ակնկալում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը կմիանա իրենց, ակնկալում եմ, որ մյուս շեղված հոգևորականները կարող են նաև միանալ իրենց, ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում լուստրացիա տեղի կունենա բաց երկնքի տակ։ Ոչ մի արտառոսման այստեղ էլ տեղի չի ունենում, ուղղակի բաց երկնքի տակ լուստրացիոն գործընթացներ են տեղի ունենում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին պոպկորնը, սուրճը, թեյը իր առաջ կարող է դնել ու դիտել այս ամեն ինչը։ Վերջնարդյունքում կրկնում եմ, չալարել
հունիսի 7-ին որոշում կայացնել, տանից դուրս գալ, գնալ ընտրատեղամաս եւ թույլ չտալ Վլադիմիր Պուտիններին եւ Պուտինի գրպանային տեխնացուներին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում որոշիչ դեր ունենան։ Իդեպ այսօր ուրեմն ուժեղ Հայաստանից նշել են, որ մյուս քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը արդեն սկսված է, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Ինչ ասեմ, եկեք ճակատները տպաչեն։ Քայլեր անում են, այսինքն շուտ սկսեին։ Այն Լեռնային Ղարաբաղը, որ ռմբակոծվում էր ու Հայաստանի Հանրապետությունը ներքաշված էր աղետաբեր պատերազմի մեջ, այդ օրերին չէին մտածում այդ գործողությունն անեին, թե այդ ժամանակ կողմերին սահմանափակվում էին կոչ անելով բանակցությունների սեղանի շուրջ նստելու։ Ժամանակ ունեին, թողանեին, ժամանակին թողանեին։ Թե Վլադիմիր Պուտինին հստակ պատասխան տրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողները կարող են տեխնացու լինել, հասկացան, որ շեֆնի պամագայետ ու ուզած-շուզած այս իրավիճակում պետքա անցնեն կտրուկ գործողությունների եւ ի վերջո հրաժարվեն այդ քաղաքացիությունից։ Ես շնորհավորում եմ իրենց։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական իրավական եւ սոցիալական պետություն է եւ այստեղ երաշխավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները։ Այդ առումով ես շնորհավորում եմ իրենց։ Ես նույնը չեմ կարող ասել Ռուսաստանի Դաշնության մասով։ Այ Ռուսաստանի Դաշնությունում որքանով իրենց իրավունքները, իրենց կապիտալի անձեռնմխելիությունը եւ այլն եւ այդպես շարունակ պաշտպանված կլինի, դա չեմ կարող ասել։ Երևի թե իրենք էլ են գիտակցել, որ փրկությունը ժողովրդավարական ինքնիշխան Հայաստանի Հանրապետության մեջ է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունների այս լարվածության ֆոնին այսօր տեղի ունեցել Սիմոնյան եւ Մատվիենկո հեռախոսազրույց, քննարկել են երկկողմ օրակարգին, միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր, պարոն Մկրտչյան, հաշվի առնելով, որ նաեւ Սիմոնյանն է որոշ այսպես սուր հայտարարություններ արել, որքանով է սա մտահոգել ձեր կարծիքով ռուսական կողմին։ Ռուսական կողմին առհասարակ պետք է ամեն ինչ ավելի շատ մտահոգի եւ ավելի շատ է մտահոգում, քան մեզ։ Այն սպառնալիքները, որ տեղած Պուտինը մեր հասցեին, մեր ուղղությամբ, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչքան Ռուսաստանի Դաշնությունն է պետք Հայաստանի Հանրապետությանը, եթե պետք է իհարկե, սա էլ դեռ քննարկման տեղ կա, այստեղ պետք է քննարկենք, 10 անգամ ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն է պետք Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ ժողովրդական մի շատ լավ ասացված կա, եւ այստեղ գուցե կիրառելի է, ժողովուրդը ասում է հաճան շունը միշտ չի որ կծանը։ Եվ այս տրամաբանությունից ելնելով կարող ենք վստահ լինել, որ Ռուսաստանի Դաշնությունը ամեն դեպքում կարմիր գծերը չի հատի։ Եթե հատի, ազգային ժողովի նախագահը հստակ նշել է, թե ինչ քայլեր ու գործողություններ են հակադարձել դրան հակադարձելու Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու հապկից եւ իմ կարծիքով պետքա շուտ դուրս եկած լիներ հապկից եւ իհարկե Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Սրանք լոկ հայտարարություններ են, թե Հայաստանի իշխանությունը իսկապես մտածում է այդ ուղղությամբ գնալու ճանապարհով։ Որովհետև տեսակետ կա, որ հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահը 100%-ով եւ որևէ պարագայում Հայաստանի Հանրապետության նոր կախվածության մեջ չեն ուզում գցել, ես կարող եմ վստահությամբ նշել, որ սա առնվազն գործողությունների մասին ակնարկ է, եթե Ռուսաստանի Դաշնությունը կարմիր գծերը հատի։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այլ ելք չեն ունենա, քան դուրս գալ հապկից եւ ԵԱՏՄ-ից։ Հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է Հայաստանի Հանրապետությանը պառկեցնեն Ռուսաստանի Դաշնության տակ, ինչպես որ եղել է տասնամյակներ շարունակ։ Տեսեք, պարոն Մկրտչյան, դուք նշում եք ըստ էության հիբրիդային հարձակումների Ռուսաստանի ուղիղ մասնակցությունն ու միջամտությունն ենք այս գործընթացներին տեսնում, դրանք ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ ընդհանրապես այս ամբողջ պրոցեսների վրա։ Իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
իմ կարծիքով եւ վստահաբար սա պետք է նաեւ ասեմ իմ կարծիքի մեջ վստահ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գրողի ծոցն են ուղարկելու թե Վլադիմիր Պուտինին թե իր գրպանային տեխնացուներին այդպիսով կանխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուվերենությունը կասկածի տակ դնելու ապագայի տեսլականը առնվազն եւ այս համատեքստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ գնալու են հունիսի 7-ին ընտրությունների գնալու են ընտրությունների եւ ընտրեն գործող իշխանությանը եւ դեմ քվեարկեն այդ գործող Հայաստանի Հանրապետության դեմ գործող մեքենային երրագլուխ մեքենային որ հիմա փորձում է Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ իրականացնել ըստ երևույթին եւ այս համատեքստում կարծում եմ շատ մտահոգվելու տեղ չկա Ռուսաստանի Դաշնությունը նորից եմ կրկնում ժողովրդավական ասացվածքի տիրույթում է տեղավորվում, որ հաչան շունը միշտ չի որ կծանե եւ այս համատեքստում պետքա դա դիտարկել ու առաջ գնալ։ Թող խոսեն։ Իրենք միշտ են խոսել, իրենք միշտ են սպառնացել։ Կանցնեն գործողությունների շատ լավ, մի օր պիտի այդ կարմիր գիծը քաշվի թե ոչ։ Քաշենք այդ կարմիր գիծը, կանցնենք առաջ։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ընդունել է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծ եւ այդ համատեքստում մենք կգնանք առաջ մեր եվրոպացի գործընկերների հետ։ Ինչ խնդիր կա։ Հանրապետական այստեղ Բելոռուսի նախագահը չի կարող ճիշտ լինել, մենք սխալ, հա, մի ամբողջ ժողովուրդ սխալ։ Հայաստանի Հանրապետությունը ունի տեղ գնալու։ Հայաստանի Հանրապետությանը սպասում են շատ տեղեր եւ Հայաստանի Հանրապետությունը այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Տեսեք, պարոն Մկրտչյան, ես ներկայացրի նաև հանրապետական կուսակցության այսպես առաջարկները, ինչպես է գնահատում դրանք, չի մասնակցում, բայց առաջարկներով է հանդես գալիս, իհարկե չհստակեցնելով, թե ի վերջո վերջնարդյունքում, որ դաշինքին կամ ուժին կսատարին դիմադիր։ Սերժ Ազատի Սարգսյանը շախմատի տախտակը իր առաջ բացած, կոնյակը ձեռքին, կուբայական ամենայն հավանականությամբ սիգարով հետևում է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ առանձին դեպքերում նաեւ իր միջամտություններն է իրականացնում։ Դրա մասին է նրանց հայտարարությունը, որ հանրապետականը անմիջականորեն չի մասնակցի ընտրություններին, այլ քողարկված առնվազն ես կարող եմ նշել, որ հանրապետական կուսակցությունը փորձ է կատարելու քաղաքական գրեթե բոլոր ուժերի մեջ ականներ տեղադրելու եւ հարմար առիթի դեպքում այդ ականները պայթեցնելու։ Հիմա թող քաղաքական ուժերն իրենք արտահայտեն իրենց դիրքորոշումը, պատրաստ են այդ ականների պայթյունից հետո փլատակների տակ քաղաքական առումով հայտնվել թե ոչ։ Եվ հանրապետականը այո ունենալու է մասնակցություն, բայց դա լինելու է միջնորդավորված, ոչ անմիջական եւ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ներսում քաղաքական դաշտը առնվազն չառողջանա։ Եվ ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրի երկու սցենարն իհարկե կիրառվի։ Այդ համատեքստում թող մտածեն են քաղաքական ուժերը, ովքեր չեն ուզում մղտրվել Սերժ Սարգսյանի գործողություններից հետո կամ արդյունքում։ Պարոն Մկրտչյան, իսկ ապրիլի 11-ի հանրահավաքի հետ կապված ինչ դիտարկումներ ունեք, ինչու է սա պետք ուժեղ Հայաստանին։ Ուժեղ Հայաստանը հայտարարել է ապրիլի 11-ին հանրահավաք անցկացնելու մասին։ Ովքեր են գնալու այդ հանրահավաքին կարելի է իմանալ։ Չգիտեմ, կսպասենք կտեսնենք ովքեր են գնալու։ Օրինակ այսօր էին իրենք հանրահավաք հրավիրել, շտաբ հավաքին հրավիրել, ազգային ժողովի դիմաց, մարդիկ մեկը եկել էր Դինջանար, այն մեկն եկել էր, չգիտեմ, ոտներ ցավում մի պահ կանգնել էր ազգային ժողովի դիմաց մի զանգված կար որ ընդհանրապես տեղյակ չէր ինչի էր եկել նույնիսկ ինձ հետաքրիր այդ հանրահավաք այդպես մեծ հնչեղություն տալ ովքեր են լինելու այդ մասնակիցները ինչ ա դրվելու սեղանին ինչ են քննարկելու այ օրինակ այդ քաղաքական ուժերը կարող են Լեռնային Ղարաբաղի մասով որ 5 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտքերը գլուխը պղտորել են կարող են Լեռնային Ղարաբաղի վերադարձի մասով կամ Լեռնային Ղարաբաղցիների վերադարձի մասով որևէ ծրագրային դրույթ կետ առաջարկ ներկայացնել թե մոռացվեց ինչի չեն խոսում թող խոսեն կամ ինչքանով է ուժեղ համարվում մարդը ում համար միջնորդում է երրորդ երկրի նախագահը ուժեղ է դա ուժեղության ցուցիչ է հա
Թե ախպերական խնդրանք էր, որը չբավարարվեց վարչապետ Փաշինյանի կողմից։ Դա ի՞նչ է։ Ինչ են խոսելու։ Է թող հավաքվեն։ Հայաստանի Հանրապետությունում բոլորն ազատ են հավաքներ իրականացնելու մասով եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից հետո հավաքների ազատության մասին օրենքը ամբողջությամբ գործում ու տարածվում է բոլորի վրա։ Թող հավաքվեն, թող խոսեն։ Որևէ մտահոգվելու եւ անհանգստանալու առիթ ու պատճառ չկա։ Այսինքն եթե շատ մարդ էլ հավաքվի, կարծում եք այս դեպքում էլ իշխանության համար այսպես 2021 թվականին Հանրապետության հրապարակում Ռոբերտ Քոչարյանի կողքին հավաքվել էին շատ մարդիկ։ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը առնվազն 200,000 եւ ավել քաղաքացիների ձայն է ստացել ու ինչ։ Միջև քոքը մաշվել է, չէ՞, այս պահին։ Ասելա քոքին վերջնարդյունքն էլ այդ քոքից կտրելու հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին կանի։ Այդ քոքից կտրելու գործընթացի մասնակիցն էլ կլինի։ Հիմա ինչ, թող հավաքվեն։ Իսկ ով ասեց, որ բոլորը պետքա գոհ լինեն օրվա իշխանություններից կամ բոլորը պետքա լինեն իշխանամետ։ Թող հավաքվեն, թող խոսեն, սահմանադրության եւ օրենքների շրջանակում թող գործեն ամենակարևորը։ Ու թող մի հարցի պատասխանեն։ Ինչքանով է ուժեղ տղու դիրքերին հարիր, երբ որ իր համար պաստուպիտ է լինում, ներողություն ես լեքսիկոնն օգտագործելու համար, այլ երրորդ երկրի նախագահ։ Դա ուժեղ տղու մասին է խոսում, ուժեղ լինելու մասին է խոսում։ Այսօր խորհրդարանում թեժ կրքեր էին, իշխանությունը գիտեք ընտրություններից ուղիղ 2 ամիս առաջ փոփոխություններ մտցրեց ընտրական օրենսգրքում, առաջին ընթերցման արդեն խորհրդարանը ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ինչպես եք գնահատում, շատերը այստեղ զուտ քաղաքական հաշվարկ տեսան եւ սա ըստ էության ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ այս դաշինքի ուղիղ այսպես հարված դիտարկեցին։ Դուք ինչպես եք գնահատում։ Շատ դրական եմ վերաբերվում եւ հանդես եմ գալիս նաեւ առաջարկությամբ, որպեսզի մոտորերս նաեւ այդպիսի նախաձեռնությամբ ազգային ժողովի պատգամավորները հանդես գան։ Այ օրինակ, ընտրական process-ների ընթացքում պետք է արգելվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստն օգտագործելը։ Օրինակի համար։ Ինչու եմ ես ասում սա, որովհետև ինքս ընտրական process-ների մասնակից լինելով վաղաշաբաթ խոշորացված համայնքում մի թռած պաշտպանության նախարարի տեխնացու, խոսքը Ռուսաստանի Դաշնությունում Պուտինի ոտերի տակ ապաստան գտած Արշակ Կարապետյանի մասին է։ Մի թռած պաշտպանության նախարարի գրպանային տեխնացու վաղաշաբաթում հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստով, իբրև տեխնացու։ Սա մանիպուլացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ոչ։ Փորձում է մոլորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ոչ։ Կմոլորեցնեն ապագայում այս տեսակ գործիքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ոչ։ Իհարկե կմոլորեցնեն։ Իհարկե կմոլորեցնեն։ Հիմա են արդեն փորձերը կատարում։ Նաև այս մասով պետքա գործողություն կատարվի։ Պետական ատրիբուտները որևէ դեպքում քաղաքական ուժերի ձեռքին պետքա գործիք չդառնան, որպեսզի ընտրական process-ների ժամանակ մոլորեցնեն կրկին քաղաքացուն։ Անուններն ու ազգանունները որևէ պարագայում պետքա չնույնականացվեն Հայաստանի Հանրապետության հետ։ Իհարկե կա Հայաստանի Հանրապետությունում շրջանակ, որ անունները անձանց նույնականացնում է ինստիտուտների հետ, բայց սա բնավ մեր շահերից չի բխում եւ բնավ մեր ժողովրդի շահերից չի բխում։ Ու այս ուղղությամբ պետքա քայլերն էլ ավելի ինտենսիվացնել եւ օրենսդրական դաշտ նաեւ ստեղծել դրա համար։ Այստեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել եւ որևէ արտառոց բան տեղի չենք կարող արձանագրել։ Առնվազն Սամվել Կարապետյան անուն ազգանունի հոմանիշը կարա լինի մեր ձևովը։ Չէ՞։ Օրինակի համար իրենք են չէ ներմուծել մեր քաղաքական դաշտ այդ լեքսիկոնն ու այդ բառամթերքը։ Մեր ձևով ասենք, պատկերացնենք Սամվել Կարապետյանի ինչի մասին։ Կամ եթե այդ մարդու անունն այդքան ուժեղ ու հնչեղ է, կապեք նրա հետ որևէ այլ նախաձեռնություն, ուժեղ Հայաստան կլինի, մեր ձևով կլինի, մուսկուլոտ Հայաստան կլինի, ինչ ուզում եք անուն դրեք։ Գնացեք ընտրական process-ի մասնակցեք։ Ի վերջո հորդորեք ձեր առաջնորդին թող հեռախոսը վերցնի, ուղիղ եթեր մտնի ու մի քանի տող կարդա, պատասխանի, խոսի, երկխոսի, զրուցի, բացատրի։
բացատրվի, հաշվետու լինի։ Շնորհակալ եմ։ Առաջին քայլը սա է։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։